Բարեսերագիսես Ռոնի Ղարիբյան եմ Ղարիբյան Real Estate Finance ընկերության կողմից այսօր նոյեմբեր 23 2025 թվականը ինչպես տեսնում եք նոյեմբերն իր ավարտին է հասնում այս շաբաթվա վերջ գոհաբանության այսինքն Thanksgiving-ի տոնակատարություն դա Միացյալ Նահանգներում եւ կարող եմ ասեմ բոլոր մեծամասնություն ժողովուրդը ամեն ազգ ամեն տեղից ամեն ցեղ տոնում է իր ընտանիքի հետ կամ իր մոտիկների հետ եւ իսկ սովորության ուտում են հնդկահավ որ պարտադրական չի բայց սովորություն է եւ այս շատ կարեւոր մեհատ օրերից մեկն է Նամանավան Միացյալ Նահանգների բոլոր ժողովրդի համար, որովհետև այդ մեկ օրն է, որ շնորհակալություն են հայտնում ընդհանուր ամեն ինչից, որ ունեն, մենք մեր հայերս մանավանդ իմ ընտանիքիս կողմից, մենք կարող եմ ասեմ ամեն օր շնորհակալ ենք եւ գոհ ենք Աստծուց մեր ամեն ինչի համար, ոչ թե միայն ունեցածների համար, այլ առողջության համար, ընտանիքի համար, սեր եւ այլն, այսինքն միայն հարուստության կամ դրամի կամ նյութականը չի, որ շնորհակալություն պիտի հայտնենք, պարզապես շնորհակալ ենք, որ առավոտ ելնում ենք կամ այս տեսակ եղանակ կամ մեր մոտ մեկ օր անձրև, մյուս օրը sense մաքուր եղանակ։ Անշուշտ դեռ մեկ շաբաթ 4-5 օր կամ մինչև Thanksgiving-ի օրը, բայց ուզում առաջ շնորհավորիմ ձեզ նախքան մյուս կիրակի կարող է ծրագիր չունենամ ելնելով long weekend հասկացողությամբ ամենին հանգիստ թողնեմ, բայց այսօր ունենք բավականի շատ կարևոր լուրեր, որ նորեն ըստ սովորության փորձում ենք դες սովորացնել, ավելի շուտ educate որ իմանաք ինչ է կատարվում առօրյա շուկային մեջ ելնի real estate-ի կամ ֆինանսավորման կամ ընդհանրապես economy-ն, որ ձեր համար որոշումները ավելի հեշտությամբ կարողանաք տալ։ Սկսենք Կալիֆոռնիայի մասին նամանավանդ երրորդ երամսյակի ամեն երամսյակ ուսումնասիրում են, որ Կալիֆոռնիայում ինչ պատավ ընդհանրապես առողջարքը, արժեքները, հնարավորությունները ժողովրդին, qualification-ը, այսինքն affordability-ն եւ այլն, այս ուսումնասիրությունն որ ելնում ամեն երամսյակին եւ California Association of Realtors-ի կողմից այս ուսումնասիրությունը ելնում եւ կարող եմ ասեմ, որ ամենից կարևոր մեր զեկույցներից է, շատ կարևոր է, որովհետև այս զեկույցը ընդհանրապես թելադրում է, որ ուր է այդում housing շուկան, տուների մարքեթը։ Հիմա անշուշտ հաճախ ինձանից հարցնում են, երբ է լավ ժամանակ առնելու թե ծախելու կամ վատ ժամանակը, տանք ասել եմ անգամներ նորեն կասեմ մեկից հետո, որտեղ այս զեկույցի մեջ որ ասեմ շատ կարևոր զեկույց է, մեզի ուղղություն է տալի ընդհանրապես եւ էսի ունենք էսի բոլոր Միացյալ Նահանգների մասին եւ ունեմ Կալիֆոռնիային, ես պիտի ձեր համար միայն Կալիֆոռնիային առայժմս ասեմ այդ տեղեկությունը։ Իրականության մեջ ինչպես ասամ, այս զեկույցի մեջ կա լավ լուրեր, կա վատ լուրեր, բայց կա շատ surprise նորություն լուրեր, որ այսինքն չսպասելիք surprise լուրեր։ Եվ դա կապ ունի buyers, թե sellers եւ որ կողմն ես եւ բայց դա անշուշտ թողնում է որ մեր ապական ինչպես ասամ թելադրի առաջիկա գոնե ամիսների մեջ։ Սկսելով
affordability ինչա նշանակում նշանակում է որ ուսումնասիրություն այլ ժողովուրդը միած Կալիֆոռնիայինը իրանց եկամուտները որ մեծամասնությունինը պարզ է state-ը ունի ձեր tax return-ները պետությունն էլ ունի ձեր tax return-ները հիմա ոմանք քիչ եք ցույց տալի ոմանք շատ բայց մեծամասնությունը նամանավան W2-երը օտատակից փախնել չկա ամենը ճիշտ է Եվ դա վրայից կարող են բացի որ միայն tax return-ը իմանում են որ օրինակ այս տեսակ խանութը կամ բիզնեսը ինչ եկամուտ պետք է So Կալիֆոռնիայի ժողովուրդը որպես household ոչ թե անձնական որպես household medium price-ը արժեքը միացյալ նահանգներին է որ դեպի Կալիֆոռնիային է որ այս երամսյակինը Մեքսից հետո կանդադանանք 800 է բանա հիմա Մեքսից հետո կանդադանանք բայց միջինը տան արժեքը Կալիֆոռնիայում 880,000 է բանա միայն 17% ընտանիքները կարող են տուն առնեն միայն 17% կարող են այսօր Կալիֆոռնիայի միջին 850,000 դոլարնոց տուն առնեն Only 17% of California households can afford a medium-priced single-family home. Հողով տունի մասին է խոսքը։ Հիմա 17-ը ինչքան քիչ ենք ասում, չէ՞։ Շատ քիչ է։ Բայց երկրորդ երամսյակին այդ թիվը 15% էր, այսինքն 2% որ լրիվ Կալիֆոռնիայի ժողովրդի մասին խոսալով 2%-ը որ շատացել է, that's big։ Եվ 2024-ի երրորդ երամսյակին բախտատելով այն ժամանակ 16% է։ Նորեն լավ լուր է որ 15-16-ից բարձրացել է 17։ Բայց 2012 թվականին, որ մարքեթի crash-ը արդեն 2008-ին էր, արժեքները իջեր էր եւ արդեն ժողովուրդը անգործին եւ դա 2012-ին սկսավ հետ նորմալի անցնի կամանց այն ժամանակ Կալիֆոռնիայի 56% ժողովուրդը կարող են տուն առնել 56% ընտանիքները կարող են տուն առնել 2012-ին, որ հիմա միայն 17%։ So affordability-ն ճիշտ է բարձրացավ, բայց դեռ ուր ես մինչև հասնենք մենք այդ 50%-ին։ Եվեսի, այս թիվը ոչ թե միայն բայերներին, սելերներին է, միայն գնողներին չի, վաճառողներին էլ է խանգարում։ Եվ ինչպես ասամ, այս շատ կարևոր մեծ զեկույց է California Association of Realtors-ի համար, որ մեծ իր բուն fundamental մեծ թիվերից է, որ մեզի ուղղություն է տալի, որ ընտանիքները ընդհանրապես կարող են տուն առնեն, չեն կարող տուն առնեն, եւ ինչա քան թե երևակայության խոսալով, այսի թիվերն է պարզապես։ So ինչու փոփոխությունները կան, շուշտ մեկ կողմից affordability-ն լավացավ 17 թե լավ քան թե 15 կամ 16 ինչու ու երկու բուն կարևոր պատճառներից մեկը լինելով տոկոսները անցյալ տարի քան թե այս տարի ուզենք չուզենք իմանում ենք իջել է պաշտոնականը 6.6-6.9 էլ է պաշտոնական որ մեր արդեն 5-երի մեջ որ մենք ձեզի ամեն շաբաթ ցույց ենք տալի դե ոչ 6-երի մեջ So դա մեծ տարբերություն անում տոկոսները Եվ անշուշտ երկրորդը պատճառներից արժեքների մեջ մեկի սկսել է փոփոխություններ ելնել, այսի ընդհանուր Կալիֆոռնիայի մասին է խոսքը։ Եվ այդ փոփոխությունները տեսնում ենք, ինչպես որ մեկ տուն էր գալի overbid էր ելնում, bid, overbid, դայթում էր վրև, տես բաներ էլ չենք տեսնում։ Հիմա տոկոսները տարվա սկիզբը ավելի վատ էր ինչու որ այս թերիֆների հարցը կար, որ մոտ նախագահ Թրամփին թերիֆ կա չկա այդ վախի հարցերը կբս երրորդ երամսյակին արդեն մեջ ինչին իրան կարողացել է կարգավորի եւ անշուշտ մյուս չեմ կարող ասեմ ուղղակի կապ բայց կապերից որ կա կենտրոնական բանկի նախագահի
որ տոկոսները իջացան սեպտեմբերին եւ հոկտեմբերին, որ այսին գնում է ինչպես ասենք երրորդ երամսյակի մեջ եւ պաշտոնական էլա մոտ 3.75-ից 4% եւ հիմա դեկտեմբեր 9-ին եւ 10-ի ժողով ունի կենտրոնական բանկը, որ դա մասին մեկս հետո կանդիդատեմ, չեմ ուզում ես լուրից շեղվեմ, ինչպես միշտ որ կենտրոնական բանկը նախքին եթե հիշում եք կարող եք դեպի վիդեոները YouTube-ի վրա տեսնեք, որ ասում են որ կենտրոնական բանկը զեկուցավ վերջի անգամ որ տոկոսի իջացավ, որ որևէ գարանտի չկա դեկտեմբերին կարող է իջացնենք, դա վրա շուկան իրար անցում է լավ, 10-ով treasury-ին բարձրացավ, տոկոսները հետ բարձրացան, որ դեռ recover չեն կարելի այն օրվանից մինչև հիմա, հոկտեմբերի 17-ի որ իջացավ, եւ այդ վրա շուկան արդեն համոզված էր 40%-ով որ միայն պետք է դեկտեմբերին տոկոսը իջացնի, ընդհանրապես կարծում եմ չպետք է իջացնի։ Բայց ըստ սովորության միշտ կենտրոնական բանկը ուղարկում է իր մարդիկ մամուլներով հարցը զրույց ունենան, որ մարքեթը crash չանի, որ բալանսը պահեն։ Պաշտոնապես մենք տոկոսները կարող է չպետք է իջացնենք։ Հետո իրանցից մեկը գալիս ասում ես դեմ եմ, ես համաձայն եմ տոկոսների իջացնելու, կարծեմ որ լավա պետք է լինի։ Օ, շուկան հետա սարքվում, իրա խառնվում է, իրա ինչպես որ ուրբաթ օր է լավ։ Williams-ը, որ New York-ի Federal Reserve-ներից է, որ տանցից է փոփոխությունը, ունի քանի անդամներ, որ միշտական են եւ ունի մյուս 5-6 անդամներ, որ տարեկան փոփոխվում են։ Այսի այդ այսինքն New York-ին միշտականներից է, բայց նորեն փոփոխական, այսինքն միշտական չի, բայց միշտ ընտրվում է Նյու Յորքի։ Ինչևից է, եկավ ասա որ օ չէ, ես համաձայն եմ, դեմ չեմ, պետք է տոկոսները իջացնեն եւ այլն, եւ ուրբաթ օրը նորեն բան մարքեթ ամեն իրար անցում է լավ։ Այսինքն ես խաղերն ով միշտ խաղում են, good guy, bad guy։ So, ինչպես ասեմ, կենտրոնական բանկը ինտերտեվ է, որ կարող է գործերը թեթևանում է եւ այդ էլ ունենք անգործության զեկույցը կա, որ ասում է թերիֆների պատճառով եւ էսի կարող է ինֆլեյշնը բարձր մնա եւ կարող է տոկոսները չիջացնենք։ Շո ընդհանուր ինչա նշանակում է զեկույցները bottom line-ները ինչի ինչպես սարքենք։ Մեկը լինելով տոկոսները is getting better, ուզենք չուզենք իմանում ենք 5-երի մեջ է, դե ոչ ունենք refinance-ներ շատ ենք անում։ Այս անորոշ վիճակը volatility-ն դեռ կա, այդ գույցը խոսք չկա։ Տան արժեքները մեկ քիչ թեթևացել են, ուզենք չուզենք իրականությունը մենք նայենք։ Մենք ունենք գրում ենք, տեսնում ենք ամեն շաբաթ, ամեն օր offer են գրում, տեսնում ենք արժեքները, ինչպես տեսնում ենք, ինչպես agent-ները, listing broker-ները, որ խոստումներ են տալի, oh my god, պետք է նայեք հետաքրքիր է։ Ես հաճախորդին օրինակ միշտ, այսինքն նորություն չի, մենք միշտ արժեքը ճիշտ ենք թելադրել մեր հաճախորդին։ Ինչ է նշանակում, որտեղ չեմ ուզում նորեն շեղվեմ, եթե տունը list այլ է $1 million։ Նա listing broker list արել 1 million։ Եվ մեր հայրենակից գայս ասում, պարոն Ղարիբյան, ես տունը սիրել ենք, ուզում ենք առնենք pre-qualification էլ արա, okay։ Նայում եմ այդ վիճակը, տեղը, չափսը, լա, ես ասում եմ, այս տունը 900,000 ավել չի արժի։ Չէ, շատ եք սիրել, չենք ուզում կորցնենք, մենք 1 միլիոն պատրաստ ենք տանք։ Okay, 1 միլիոն պատրաստ ես տաս, 1 միլիոն գկրենք։ Որ ասել եմ ես 900 ավել չէ։ Listing agent ես 3 cash offer ունեմ, ամենը հերթ են կայնեմ 1,200,000 բայեր ունեմ, ասում եմ ունես ծախի։ Ահա, offer են գրում reject անում ուրիշ ավելի լավ են ծախանք։ Okay։ Անցնում է 48 ժամ 2 օր հետո։ Agent հեռազայնում է։ Եկո բայերը դեռ կա, ասեմ ինչու ինչ փոխվա։ Այնի եկա պատմություն որ ինչու cancel էլ, ասեմ պատմությունը չեմ ուզում լսեմ ինչու։ Մենք իմանում ենք ինչու այդ offer-ները գրում են եւ մենք իմանում ենք ինչու էլ cancel-ել։ Այդ ամենը 34 տարի գործի մեջ ենք ամեն ինչ տեսել ենք։ Մենք այդ ժամանակը չենք վատնի մեր հաճախորդինը կամ մերը կամ այդ խապեբահությունները։ Հետո հեռազայնում ասում okay go buy it կա, հետո ասում ենք okay let's talk։ Եվ էսի ամեն օր ես տեսնում ենք այս խնդիրներով արժեքները it's softer մանավանդ Կալիֆոռնիայում։ So competition ավելի քիչ է։ Մեր տունի վրա չի գալի, հա, տուներ կա հատուկ պայմաններով ավելայթում, overbid այլում, բայց ամենի վրա չի։ Միջին statewide արժեքները
երրորդ երամսյակին $887,380 2% ավելի քիչ քան թե նախկին երամսյակը ամսական չեն բախտատում երամսյակ են բախտատում quarterly so third quarter 2% ավելի քիչ էր քան թե second quarter ընդհանուր Կալիֆոռնիայի մասին է խոսքը որտեղ state-ներ ու county-ներ կա որ տարբեր արժեքները Եվ անշուտ national standard-ը 400-ների մեջ է շատ ավելի բարձր ենք։ Բայց այս երամսյակը 2% իջերա, բայց տարեկան որ նայում ենք հարցին 8/10 բարձրացել է արժեքները։ Այսինքն արժեքները չի իջնում softer adjusted տեղավորվում է, բայց չի իջնում արժեքները դեռ եւս 8/10-ի չափ ավելի բարձր են, քան թե անցյալ տարվա երամսյակի հետ։ So մի իրար անցում որ ահա crash է ելնում։ So no, crash չի ելնում։ Եվ սեզոնի հարցն էլ կա չմոռանանք երրորդ երամսյակը դպրոցները բացվել է շատ ավելի քիչ գնողներ կան որ ոմանք ձեր համար կարող է լավ լինի։ So թիվերը նայենք։ $887,380 թիվ purchase price որ միջինն է երրորդ երամսյակին minimum եկամուտը պետք է այդ տունը առնելու համար պաշտոնական տարեկան $224,000։ Այսինքն ամիսը մոտ $20,000 չափ 18-19,000 չափ եկամուտ պետք ունեք որ $887,000 տուն առնեք 20% կանխավճարով 30 տարվա վարկ եւ էսի պաշտոնական տոկոսով են հաշվել 6.67։ Մեր միջոցով շատ ավելի քիչ եկամուտ պետք ունես, այդքան պետք չունես, տոկոս այդքան բարձր չի եղնի, բայց մոտարապես այդ թիվերի մեջ ես։ Օրինակ փոխային 224,000 մեր մոտ երևի 198,000 տեսնեմ բան։ Եվ payment-ն են ամիսը $5,590 միայն principal interest-ը։ Ամսական payment-ները բախտատելով երկրորդ երամսյակի հետ payment-ները 3.8% իջերա եւ ինչու ինչպես իմանում ենք որովհետեւ տոկոսները իջավ բայց նորից այդքան անցյալ տարվա հետ բախտատեն ոչ թե երամսյակ payment-ները եւս 1.3% ավելի բարձրացել է so affordability-ն տեսնում եք ինչքան դժվար է որտեղ payment-ի հարցը բայց այն որ առաջի անգամն ազում տուն առնի why not condominium եւ townhouses այո այդ 17% որ կարող են տուն առնին հիմա 27% կարող են condominium ու townhouse առնեն 10% ավելի շատ 10% արդեն ելնում է 2 միլիոն ժողովուրդ medium price condominium townhouse-ին Կալիֆոռնիայում $650,000 եւ եկամուտը պետք ունես պաշտոնականը 163,000 որ մեր մոտ 140,000 այլնում եւ ամսական payment-ը մոտ $3,800 չափ so քանդոն այն որ չի կարող հիմա ասելով California it's a huge state California is very big Lassen County or Sacramento-ից վրև Nevada-ի border-ի վրա ընդդերի ժողովուրդը 52%-ը կարող են տուն առնեն affordable եւ միայն $64,000 եկամուտ պետք ունես so դու ես California ապրես բայց ստեղում չես կարող Lassen County-ում կարող ես Amador County East of Sacramento Sacramento-ի east-ը 36% ժողովուրդը կարող affordable է Tulum County Modesto-ի east of Modesto 36%-ը ամենաս քիչ affordable տակ ամեն շատ դեր է այդ county-ներ ժողովուրդը կարող է շատ տուն առնեն ամենաս քիչ որ դրանք ես կարող առնես անշուշտ Mono Mammoth Lakes Lake Tahoe Mammoth Lake որ դուք ջունի այդ տուները տեսնում եք անշուշտ 7% շատ քիչ է affordability որտեղ թանկանոց տունը եւ եկամուտները դե ապրողների մասին է ոչ թե տուրիստների մասին
Monterey County or Carmel իմանեք որտեղ Carmel-ի ապրողները համեմատան արժեքները միայն 9% կարող են ընդդեմ տուն առնել։ Los Angeles County, որ Glendale ամենը մտնում Los Angeles County մեջ, ընդե մեր ապրողների միայն 12% պաշտոնական կարող են Los Angeles-ում տուն առնեն։ Եվ մենք հավասար ենք Santa Barbara County-ի հետ։ Santa Barbara County-ում միայն 12%։ Այսինքն ինչա նշանակում ամեն 10 տունից 9 հատը չեն կարողանում LA County-ում տուն առնեն այս արժեքների մեջ։ Դե So բայերների համար ինչա նշանակում, ինվենտորին մի քիչ շատանում է, որտեղ գնողները քիչ անում են, արժեքները մի քիչ ասեմ adjustment եւ սավտացել է, որ դա լավ է։ Տոկոսները ցած են եկել մանավանդ այս երամսյակի մեջ եւ էսի պատճառը այլն որ եւ սեզոնը անշուշտ մտնում ենք սառը սեզոնի մեջ եւ այս combination-ը որ կա մած sense պատոհանա բացում որ կարողանաք օգտագործեք տուն առնեք տոկոսները լավ է արժեքները just այլում բայները քիչ են ինվենտորին շատացել է so maybe as a buyer նայեք Իշո վերաբերապես seller-ներ ծախողների համար ինչա պատահում ճիշտ է affordability-ն քիչ է բայց ինչպես մեկ քիչ առաջ ասեմ դե տարեկան արժեքները բարձրացել է year over year it's still higher եւ ես ուզենք ավելի տոկոսներ որ իշտում է շատ ավելի բայերներ են գալիս շուկայի մեջ եւ առաջկա ամիսները նորեն պետք է իշտնի շատ երկար զեկույց որ ես ձեր համար 5 հատ լուր ունեմ այսօր բայց դժվար բոլորը ասեմ բայց մեկ բան որ ուսումնասիրություն այլ է որ արդյոք միշտ հարցում են is this buyer's market or seller's market որ շարունակությունն է ուրեմն մենք նոր զեկույցը ուսումնասիրություն այլ է որ 36% ավելի seller կա քան թե buyer բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը ավելի seller քան թե buyer եւ ինչպես են ասում buyer's market-ը the seller's market Այդ ընդհանրապես նայում են եթե 10% ավել է, այսինքն գնողները որ այդում են on-line իմանում են, որտեղ նայում են search են անում կամ application-ներով կամ national mortgage licensing-ների միջոցով կամ online search-երի միջոցով կարող են իմանալ որ ինչքան buyer կա եւ seller-ներն են listing-ներն են, ինչքան seller կա։ Վերջի անգամ որ 36% այլ է սենցի 2013-ին այլ է։ So հիմա ժողովուրդ ասում են վա Ես ինչ լավ buyer's market-ը, ուրեմն ես ինչ ուզենամ կեթամ բայերները կառնեմ, արժեքները ինչ ուզենամ seller-ներ ինձ desperate են պետք է ծախել։ Well, not so fast։ Այո, պաշտոնական ավելի seller կա քան թե buyer։ Արդյոք buyer's market-ը, այո։ Բայց այն է որ affordability որ նոր ասում են որ միայն 17% Կալիֆոռնիային ընդհանուր Միացյալ Նահանգները շատ հեռու չի այդ թիվից թանկ է so հարցը ինչի որ ավելի seller կա քան թե buyer-ը չի կարող առնի ոչ թե չի ուզում առնի չի կարող առնի Last time there was a stronger buyer's market երբ այլ է 2008-ի crash-ից հետո Բայց ինչպես ասեմ, can afford it now, հիմա չի կարող առնի, ոչ թե չի ուզում։ So շուկայից դուրս է եկել, որովհետև երբ որ նայում ենք trend-ը, ժողովրդի գումար ծախսելուն, մենք անգլերենով մենք trend կասում ենք K trend, K այսինքն անգլերեն K տարը, or Karen տարն է, եթե հիմա K-ը extreme բան ունի, այսինքն մի հատ երկու հատ extreme ծախսում են ժողովուրդ, ունենք ի վիճակի հարուստները, որ գումար ծախսում են, եւ ունենք հակառակը medium եւ low end-ը, որ սկսել են փող չծախսել, որովհետեւ եկամուտի վախ կա։ So lower income-ները, ավելի lower income potential home buyer-ները, որ առաջի անգամն եւ այլն, իրանց համար մեծ challenge-ը այս տուն առնելու համար եւ ընդանք որ ասենք $800,000 կամ $1 միլիոն տուն են կարող առնել ընդհանրապես low income-ի վրա են կամ $500 կամ $600,000
եւ էդի խնդիրը So հոմբայրների համար մոտարապես արժեքները որ բարձր չեն կարողանում այսօր պաշտոնական հոմբայրների համար 75-100-ից housing market-ները այսինքն բուն քաղաքները 100-ատ բուն քաղաքներից 75-ը դեռ considered overpriced So նորից եմ ասում տուները շատացել են համեմատ գնողներին buyers market-ը պաշտոնական երբ որ բախտատում ենք buyers and sellers թվաբանությունը ինչքան seller կա ինչքան buyer կա բայց buyers market չի որովհետև արժեքները չի կարողանում ես buyer-ը առնել ասում տոկոսը շատ է տան արժեքը շատ է իմ եկամուտս այդքան չի որ կարողանամ առնեմ So տեսնում եք ինչպես պետք է զգուշ ելնեք այդ մանրամասերն է existing home sales-ը կա չեմ ուզում դա մեջ անցնեմ որտեղ ուրիշ կարևոր լուրեր ունեմ բայց երևի շատ արագորեն մեքսիչ անցնեմ բայց մատ ուրիշ ուսումնասիրություններից կար այդ եմ ուզում անպայման ասիմ լավ սպանաս existing home sales ասի միացյալ նահանգներում վերավաճառվելիք ոչ թե նոր տուները հոկտեմբեր ամսվա համար sales առողջարկը 1.2% աճ ունեցավ սեպտեմբերից եւ 1.7% ավելի շատ քան թե անցյալ տարի այսինքն ցույց է տալիս ժողովուրդը դեռ տուն առնում է եւ այսի անշուշտ closing-ն է հոկտեմբեր փակվելա այսինքն օգոստոս եւ սեպտեմբեր ամսվա էսկրոներն են որ բացվել են որ այն ժամանակ դեռ տոկոսները այդքան լավ էլ չէր օգոստոսին բայց տարվա վերջի ամսական ամառվա վերջի օրերն են որ հաշվում են Մեկի supply-ը քիչացավ բայց ընդհանրապես դեռ առաջ 11% listing ավելի շատ է քան թե անցյալ տարի հիմա հաշվում են միշտ ասում եմ ինչքան listing կա եւ ինչքան պետք է լինի որ առողջ մատ շուկա ելնի եթե հիշում եք միշտ ձեզ հիշացնում եմ եթե որևէ նոր տուն ջգա listing եւ ամենը սպասեն ծախեն պետք է առնի 6 ամիս ամենը վաճառվի այդ ելման որպես նորմալ մատ շուկա հիմա որ մեկ առաջ հասան որ is buyers market դեռ այդ 6 ամսվա չենք հասել պաշտոնականը 4.4% է որ բավականին բարձր է 1.2% ամիս էր հիմա 4.5 ամիս է so that shows inventory շատանում է հասնում ենք այդ 6 ամսվանը որ նորենի նորմալ 6 ամսվանը դեռ չի հասել 6 ամսվանը բայց նորենի նորմալ medium արժեքը միացյալ նահանգներն հոկտեմբերի վաճառվավ $415,000 որ 2% ավելի շատ քան թե 2024-ից ինչպես տեսնում եք տան արժեքները շարունակաբար բարձրանում են Կալիֆոռնիայում եւ բոլոր միացյալ նահանգներում 28-րդ ամիսն է որ non-stop բարձրանում է արժեքները So ինչպես տեսնում եք first time home buyer-ների համար or by the way first time home buyer-ների համար ասել որ ինչքան դժբախտաբար misinformed են միջև այսօր է զարմանում եմ միջև այսօր ինձ հեռացայնում են դեռ down payment-ի մասին սխալ տեղեկություններ ունեն կարծում են 20%-ը էլ լավ է քան թե 3%-ը անշուշտ էլ լավ է բայց ուրիշ խնդիրներ էլ կա եւ հաշվարկում ես տեսնում ես որ չսպասեմ կամ տոկոսի սխալ տեղեկություններ ունեն կամ ծրագիրների սխալ կամ եկամուտներն խնդրում եմ հեռացայնեք մենք ձեզի դասավանդենք first time home buyer-ների համար 32% գնողները հոկտեմբերին first time home buyer-ի որ it's a good sign որտեղ first time home buyer-ներն էս ուզում շատ են որտեղ նախկին տարի 27% էր ամենաշատը որ դա իջե first time home buyer-ներ մեծ մասը north east որ New York-ի շուրջն է իմանում ենք շատ թանկ է եւ մյուսը west California շատ թանկ է ժողովուրդ չեն կարողանում առնել որ դա շատացե Midwest-ում եւ South-ում որտեղ համ inventory-ին շատ է համ արժեքները լավ է այսպես ժողովուրդ այդում են ենկո բայց այն տուները որ $1 միլիոն եւ ավել է
ընդան sales-ը 16% ավելի շատ այլ է անցյալ տարվա հետ բախտատելով։ Եվ այն տուները, որ 750,000-ից եւ 1 միլիոնի մեջ տեղենել է, իրանք 10% աճ են տեսե առուվաճառքի մեջ։ Բայց նրանք 100,000, 250,000-ի անան միայն տեսեն 1% with the problem։ Forecast-ը կա, որ 2026-ին ինչպեկելիսի պաշտոնական National Association of Realty-ի կողմից forecast են արել, որ ինչ սպասելիք ունեն մյուս տարվա համար, որ այդ մասը կասեմ այդքան բան չի, բայց հետաքրքիր էր քանի բաներ, որ նայում են ով է առնողները, ով է ծախողները եւ ինչ նպատակով են։ Այդ մանրամասը շատ հետաքրքիր է։ Ասեմ երկարը չեմ ուզում ամենը ասեմ, որտեղ բան, բայց երկու տողը ասեմ մնացածը մյուս շաբաթ կասեմ երևի, չէ, թող մնա մի անգամ իսկ մյուս շաբաթ կասեմ կամ հեռազանեք սիրով ձեր հետ կիսվեմ։ Բայց մի հատ հետաքրքիր լուրի է, թան որ ավելի մտնոլորտը խանդավարենք ավելի ուրախ բաց, նրանք տխուր լուրեր չին, պարզապես լուրջ են, մեկ քիչ ավելի էլ լուրջ լուրա, նորից լուրջ լուրա։ Ուրեմն Thanksgiving-ի ընթացքին, որ ժողովուրդը հավաքվում են, ինչպես ասամ, իրենց տուների մեջ եւ տոնում են գոհաբանության օրը, ուրեմն ուսումնասիրությունը այլ է պաշտոնական research study այլ է եւ survey այլ է եւ հարցեր են, որ այս տոնակատարության օրվա մեջ անդրադարձել են, որ ընդանք որ իրենց տան մեջ հույր են ունեցել, ընդանք որ հյուրասիրություն են ունեցել եւ հրավիրել են, 52% այդ ժողովրդինը, որ մեծ թիվ է, 52%-ը իրանց տուն առնելու որոշումը Thanksgiving-ի հյուրասիրությունից է եկել։ Որովհետև ես ինձ վերցնեմ օրինակ, ամեն մարդ իմ նման չի եւ դժբախտաբար չեմ անում, դժբախտաբար դե բարեբախտաբար իմ համար հյուրասիրությունը մաքսիմում ուրախություն է բերում իմ համար։ Այսինքն միշտ սիրում եմ հյուրասիրություն տալ, հույր ընդունել եւ իմ համար extreme high հաճույք ունեմ տեսնում եմ մանավանդ տոնական օրերում ես միշտ սիրում եմ շուրջը տունս լիքը բարեկամներով, հարազատներով, մեծից փոքր ուտեն, խմեն, երգեն, ուրախանան։ Իմ համար it's a joy, անհամբեր սպասում եմ այս տոնական օրերին այդ ձևով հաճույք ստանամ։ Եվ այսինքն լրիվ տարվաս կամ օրվաս նեղություններն ու կյանք դժվարությունները այդ երբ որ հյուրասիրությամբ եմ զբաղվում, իմ համար այդ հանգստություն է բերում։ So the turkey հյուրերը ուտելը փոստը սպանը մեծ տարբերություն անում ժողովրդին ուսումնասիրություն այլ է։ So new survey shows that more than half of Americans, 52%, say that hosting Thanksgiving plays at least some role in their most recent home search. Yes, the turkey, the guest, and the chaos of hosting are now shaping buyers' decision. And նրանք ովքեր են։ So ուսումնասիրությունի մեջ 60% տուն առնելը, որ որոշել են տուն առնել, որ իրենց համար 60%-ը Generation Z-ն է, որ ավելի երիտասարդներն են։ Մյուս 60%-ը millennial-ներն են 40-ների մեջ։ Thanksgiving entertainment իրենց համար մեծ factor է։ Gen X-ը, որ իմ տարիքից են, Generation X-ը 47% եւ ամենանց baby boomer-ները, որ 70-ների մեջ են, 30% ասում են չէ, մենք Thanksgiving-ի պատճառով տուն չենք առնի։ So երիտասարդների համար հարցեր են, որ հիմա ինչ կուզեք, ինչ տեսակ տուն կուզեք, ինչպես եթե մեզ տուն առնես, ինչա։ Եվ շատ հետաքրքիր է։ 92% ասել են large family room, այսինքն հյուրասենյակը մեծ լինի։ 92%-ը։ 92% ասել big kitchen, խոհանոցը մեծ լինի։ 87% ասել են guest bedroom, հյուրի համար ջոկ ուրիշ մեն լվացարան լինի, քան թե one bedroom լինի։ 86% ասել են մեծ ճաշարան, spacious dining room։ Հետո ասել okay,
Bathroom versus bedroom, որ մեկը նախանձեք ունենալ։ Մատ ավելնորդ bedroom, դե մատ ավելնորդ bathroom։ 44% ասել են another bedroom, բայց 45% ասել են another bathroom, հավասար բաժանվեր են։ Եվ Gen Z-երը, որ երիտասարդներն են, իրանց համար շատ ավելի պարզ է։ Երիտասարդ Gen Z-ների համար ասել են, որ 48% bathrooms, 39% bedrooms։ Այն ընտանիքներով մեկից երկու հոգանոց ընտանիքներ են ել, այսինքն երեխաներ չունեն երիտասարդ։ Իրենց ասեն, ինչ է, ասեն, որ 2 bedroom is ideal, երկու հատ պետք է։ Ընտանիք, որ 3 հատ ընտանիքներ են կամ ավել, 3-4 ընտանիքի մեջ անդամներ կան, ասեն 3 bedroom is magic number, 3 հատ պետք է։ So ինչպես տեսնում եք, հետաքրքիր է, ժողովուրդը ինչ բաներով կարողանում են որոշում տան, որ ինչ անեն բանի համար։ Մենք արագորեն նայենք տոկոսները, ինչպես ասեմ, տոկոսները բավականի իջեր են refinance-ի համար կամ տուն առնելու համար, անշուշտ pre-qualification մեծ դեր է կատարում։ Սա մենք արագորեն նայենք տոկոսները, խնդրում եմ, հետո տուները կնայենք։ Շուկան չեմ աստի ցույց տամ, խնդրեմ նայենք տոկոսները։ Ուրեմն refinance-ի համար ինչ որ ցույց եմ տալի ձեզի հիմա ամենը բոլորը 800-781 credit score-ից ավելի լավ credit, պիտի ունենք բոլորը single family residence condominium unit-ների համար չի, բոլորը owner occupied մեջը բնակում եք, վարձու համար չի, եւ էսի 5.75% equity ունենակ refinance-ի համար։ Եթե դուք cash out անեք գումար քաշեք տան վրա մինչև 70% ձեր լոնին 5.75, եթե high balance եք մինչև 1.200,000, այսօր բարձրացել է by the way հունվարից բարձրացել, արդեն ունենք ավելի բարձր 5.875։ Այսի P&L program-ն առանց tax return-ի, եթե self-employed եք, դուք ձեր անձնական գործ ունեք, profit and loss միայն ցույց տալով կարող եք 6.375 ստանալ առանց tax return-ի եւ interest only, այսինքն payment-ը drastically իջացնում մինչև գործերը ցարկվի։ Եթե FHA loan ունեք, FHA loan, բայց credit-ը ներողություն, եթե credit վատ է գումար ես ուզում քաշես տան վրա, կարող եք 5.5% ձեր համար մինչև $800,000 պարտակ։ Եթե առնում եք first time buyer եք եւ ծրագիրներ կասում են 2-1 buy down or temporarily buy down-ը, հետո ունենք permanent buy down or muse age-երում եք հետո ձեզ ցույց կտամ։ Սա 2-1 buy down-ը ժամանակավոր է, օրինակ եմ տվել, եթե $800,000 տուն եք առնում եւ 5% կանխավճար դնեք 800,000 եւ 5%։ Կարող եք ստանալ 5.75 անշուշտ էսի 1 point-ով է, 0 point-ով չի։ Բայց ասում է առաջի տարին 3.75 վճարի payment-ը, ասում մոտ $1,000 ավելի քիչ։ Երկրորդ տարին 4.75 վճարի, այսինքն 24 առաջի 12 ամիսը, երկրորդ 12 ամիսը, նոր 25-րդ ամիսի 5.75։ Այս աշխատանքը տանելու համար ծախս ունի էսի, եւ այդ ծախսը մոտ $14,000 է անում։ Եվ այդ ծախսը seller-ը, վաճառողը պետք է վճարի ձեր համար կամ agent-ները։ So հեռացանեք ստա մասին մանրամաս ավելի խոսանք։ Սա Fannie Mae-ի կողմից առաջի անգամ first time home buyer-ների համար միայն 3% կանխավճար պետք ունեք, պարոն first time buyer-ներ։ Պետք է չունեք 20%, որ մատ հիմա ունեմ 3% կանխավճարով, okay է։ 5.625 1 point-ով 5.6 չկա այս մեր թիվերի մեջ, I don't see a 6։ Այս նույնը 20% կանխավճարով 5.625 1 point-ով, 20 տարվա ֆիքսը 5.25 1 point-ով, 15 տարվաները դեռ բարձր են։ High balance-ները ելում է 806,000-ից 1.200,000, 6% 1 point-ով, նույն պայմաններով 6% 1 point-ով, եւ 20% կանխավճարով FHA-ները, եթե նայում ենք FHA-ն մեկ քիչ ավելի underwriting-ը հեշտոտ են բռնում 5.5% 1 point-ով եւ FHA loan, եթե ներկայիս FHA loan ունեք եւ FHA-ից մնաք, եք զգուշ ելնեք այն advertising-ը լսել, որ ասում են ձեր տոկոսը կարող ենք իջացնել 5.75-ի with no cost։
no cost-ը սխալա cost ունես միայն դու չես վճարում, բայց cost կա, zero cost չկա որ գոյություն ունենա։ $3 million ջամբոների համար full duck, էսի profit and loss statement, no tax returns, interest only 6.375, էսի bank statement program, no tax return 5.99, bank statement program, interest only, no tax return 6.375. Ինչպես տեսակ տոկոսները դեռ լավ են, կարող եմ ասեմ անփոփոխ է մնացել մոտարապես, which is a good sign, մեր անշուշտ շաբաթվա մեջ վերև ցածեր անում է, հետո кейսեր կան տարբեր է, ամեն մարդու համար նույնը չի, բոլորը չեմ կարող ցույց տամ, բայց ընդհանրապես մոտարապես ինչպես տեսակ տոկոսները բավականի իջեր են։ Mən ուզում լիստինգները մի քիչ արագ ցույց տամ, տամ արագ եմ խոսում, որտեղ միշտ իմանեմ անհամբեր սպասում եք այս լիստինգները տեսնելու համար, so մենք տեսնենք, okay, պատրաստ եմ լիստինգները նայենք։ Ուրեմն առաջինը ունենք Canoga Park, one bedroom, one bath, 783 square feet, $585 homeowners association-ը loft ունի վրևի մասը, մոկամոս բա starter, բայց լավ տեղահանություն, $450,000 asking price Canoga Park-ում, one bedroom, one bath, with a loft and a balcony, եթե valley շուրջն եք ուզում ապրեք։ North Hollywood, 2 նինջասենյակ 2 լվացարան, մեկի size-ը փոքր է, բայց նայեք, $495,000 asking price, մաքուր moving condition, 2 bedroom, 2 bath ունես, ճիշտ է փոքրոտա չափսով, ասենք թե 100 square feet ավելի քիչ է, բայց արժեքն էլ համապատասխան է։ Van Nuys 4 նինջասենյակ 3 լվացարան, այո ճիշտ եք տեսնում, 4 bedroom 3 bath 1700 square feet մեծությունն է, նայեք ռիմադելած խոհանոց ունի $350 միայն homeowner association-ը, asking price $550,000, so մոկու համար նորեն as a starter, it affordability հարց է, բայց մաքուր տուն եք ուզում պատրաստ, Van Nuys-ում է, որ մոտիկ արդեն North Hollywood-ին ու մյուս տեղերին, Վաշաջայր հուկապն ունի, ցեկու եւ private garage-ն ունի, վա, վարձու համար is great, մարդ առնի վարձու տա։ Northridge 3 նինջասենյակ 3 լվացարան, 1322 square feet տունի մեծությունն է, $570 homeowners association-ը, asking price $597,000։ Արժեքները չի իջե, բայց ինչպես տեսնում եք, հնարավորությունները կան, եթե qualification ունեք, եթե կարող եք տուն առնեք, այսօր ամեն մեր հարցը կարողության մեջ է, ոչ թե արժեքը իջնելու որևէ բան չենք տեսնում այսի գարաժի մեջ, բայց կարող ես տուն առնես, թե ոչ, that's the key։ Գործի ապահովություն ունենաս եւ payment-ի վճարելու ապահովություն ունենաս։ Simi Valley 3 նինջասենյակ 3 լվացարան, 1415 square feet ունի մեծությունն է, $506 homeowners association-ը, asking price $699,000 Simi Valley-ում, մաքուր վիճակի մեջ է, ինչպես տեսնում եք, պատրաստ տուն է, որևէ ձևի խնդիր չենք տեսնում այս տունի մեջ եւ բակ էլ ունի որպես իր համար, unit այսինքն։ Toluca Lake 2 նինջասենյակ 2 լվացարան, 1305 square feet տունի մեծությունն է, $665 homeowners association-ն է, $719,000, բայց Toluca Lake ես, հարկի տեղ ես, homeowners association մեջ բաց $552, Toluca Lake, that's not a bad price։ Վաշաջայր հուկապն ներշունի եւ այլն։ Santa Monica, այո, այս տունը ես շատ սիրացի, որտեղ location is perfect, տունն է շատ լավ, one bedroom, one bath, բայց եթե եք ծովեզերքին մոտիկ ապրեք, քայլելով promenade տակ եւ ծովային կյանք ապրեք, 840 square feet, one bedroom, one bath, բավականի մեծ է, Վաշաջայր հուկապն ներշունի $725,000 Santa Monica։ Reseda 4 նինջասենյակ 4 լվացարան 1901 square feet, so size-ի խնդիր չկա ստե, $375 միայն homeowners association, որ բավականի քիչ է,
Asking price $775,000 or 4 bedroom 4 bath 775 եթե մեկը մեծ ընտանիք ունի եւ չի կարող տուն առնի եւ այսքան տուն ուզած վարձես քեզանից երևի $4,000 փող ուզեն, why not 775-ով եւ 375-ով կարող է որ ավելի արժան բրծնես քան թե վարձես Glendale 2 ննջասենյակ 3 լվացարան 1188 square feet ունի մեծությունն է $448 Homeowners Association-ն asking price $795,000 Glendale-ում որ մա $669 price per square feet մեկ քիչ թանկ Pasadena 2 ննջասենյակ 3 լվացարան 1158 square feet ունի մեծությունն է $580 Homeowners Association-ն asking price $818,000 Nicely done, sirun decorated latza, sirun tuna, sirun makur moving condition. Pasadena love thagamasneris mekna $700 price per square feet. Pasadena ama normal manavan es location-i hamar ye private garage unestun. Malibu 3 ննջասենյակ 3 լվացարան, so նայեք, Malibu-ի համար 1681 square feet տունի մեծությունը, it's huge. Եվ $850 Homeowners Association is not bad. So you're in city of Malibu officially, շատ ծովից հեռու չես, $1,075,000 Malibu, կարծեմ որ արժեքը շատ լավ են դրել private garage ունի for city of Malibu is not bad at all. Հողով տուներ նայենք Սկսելով North Hollywood 4 ննջասենյակ 2 լվացարան 1360 square feet տունի մեծությունն է 5900 square feet հողամասի մեծությունն է asking price $845,000 Բայց North Hollywood մաքուր, պատրաստ, հողով տուն է, moving condition so this is great ինչպես տեսնում եք ծախս չունեն մի քիչ addition-ներ ունի եւ pool-ով տուն է մոռացամ pool էլ ունի so 4 bedroom pool 845 that's the average-ներ մի քիչ առաջ ասեմ Silmar 4 ննջասենյակ 2 լվացարան 2058 square feet տունի մեծությունն է 7500 square feet հողամասի մեծությունն է living room-ի մեջտեղ gamer ունի pool table ունի $9,000 asking price եւ նորեն որպես California medium home price Silmar-ում $9,000 is not a bad price մի քիչ շատ խառնատուն է Երանի մի քիչ դատարկ-ին Okay Նյուսը ունեն Granada Hills շատ լավ թաղամասներից մեկն է 3 ննջասենյակ 2 լվացարան 1550 square feet moving condition պատրաստ 6300 square feet հողի մեծությունն է, ես մեր հայերից միշտ ասել եմ Granada Hills մանավանդ լավ location-ներում եւ sense տուն $1 million, why not? Why not? Ինչքան ճանապարհ Glendale-ից ընդ բայց եթե ամեն օր քշում եք Glendale, այսինքն that's a key. Եթե ամեն օր պետք ունեք քշելու, դե շաբաթը 1-2 օր եք քշելու Glendale, and traffic կամ առանց traffic. Chatsworth 5 ննջասենյակ 3 լվացարան 2500 square feet դա slide-ներ ինչ է լավ, ման նորից նայենք, կարծես դա slide-ները չի ելնում, ափսոս, 2500 square feet ունի մեծությունն է, 18000 հողամասի մեծությունն է, 1,250,000, ելնում է կարծես, $1,250,000 asking price, Chatsworth նորեն նույն պայմաններով, եթե մեկ ուզում եք հեռու ապրեք, բայց նա ինչ է ստանում, 18000 square հողը տա, 2500 square feet ունի մեծությունն է, $1,250,000 asking price $485 նույն տունը Glendale-ներ $1,800,000 at least ոչ $2 million asking price-ը կելներ նայ հողի մեծությունը կա football field իշքան մեծ հյուրասիրություն ընդես կարանես Burbank 3 ննջասենյակ 3 լվացարան 1322 square feet ունի մեծությունն է 7000 square feet հողամասի մեծությունն է asking price $1,300,000 ես կարծեմ it's the high end of it location-ը լավ է մեկ քիչ թանկ են ուզում տունը okay է moving condition-ը բայց մեկ քիչ update-ներ պետք ունի
եւ հողի size okay է, փուլել ունի, so մեկը փուլով տուն ասում Burbank, not bad as a starter, make it in a high end. Նորեն Burbank 4 տնջասենյակ 3 լվացարան 1732 square feet տունի մեծությունն է, 5600 square feet հողամասի մեծությունն է, asking price 1,324,000 So այս մեկը համեմատ մյուսին մոտարապես կարող եմ ասեմ արժեքի մեջ համեմատ size-ին, որտեղ size-ն պետք է նկատի առնես, մոտարապես square feet-ը $200 տարբերություն է, այսինքն մոտ $300,000 էսի ավելի արժանա դրե, քան թե մյուսը, եթե նույն չափսի նույն square footage-ով ուզենաս հաշիվ անես։ Encino, 4 տնջասենյակ, էսի Encino-ի շատ լավ թաղամասներից մեկն է, գիտեք Encino-ի այդ սարերի մեջ, որ մտնում եք, oh my god, ինչ տուներ կան, unbelievable, Havenhurst-ի վրևը սարերի մեջ is fantastic, 4 տնջասենյակ 4 լվացարան, 2300 square feet տունի մեծությունն է, 5300 հողամասի մեծությունն է, $585 price per square feet for best Encino, essence տուն, մեբան something is wrong, this is really cheap, 1,350,000 շատ լավ արժեք է դրե Encino-ում, այս արժեքի տուն, այս տեսակ տուն, այդ թաղամասում, so it's great to know. Alright, բակնետ ունենք։ Մյուսը ունենք Toluca Lake 3 տնջասենյակ 2 լվացարան 1484 square feet տունի մեծությունն է, 6171 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,99,000, $1,018 price per square feet։ Հիմա $1,018 price per square feet Toluca Lake-ում արդյոք թանկ է Այո եւ ոչ, ընդեղում $800 նորմալ է, բայց եթե փուլով տուն ես ուզում, Toluca Lake ես ուզում, եւ վիճակն էլ տեսար ինչա, եւ affordable ես ուզում ելնի, I would recommend այս տունը եւ Toluca Lake-ը շատ ավելի հարգի տեղ է։ Burbank 4 տնջասենյակ 3 լվացարան 2733 square feet տունի մեծությունն է, 7352 square feet հողի մեծությունն է, asking price $1,650,000, ուրեմն $603 price per square feet, $603 price per square feet, Burbank-ում եւ ինչպես տեսեք 4 bedroom 3 bath, so size-ի խնդիր չունենք, տունի վիճակն է, I would say not bad, պետք է չունես առաջորդ դնես քանդես, շարերներով եւ այլն, բակը կա, I think it's not a bad home, եւ կարող ես ADU էլ սարքես այդ garage-ի ներսը։ La Cañada Flintridge 3 bedroom 2 bath 1793 square feet տունի մեծությունն է, 17000 square feet հողամասի մեծությունն է, $1,031 price per square feet։ Արդյոք թանկադր է, absolutely թանկադր է։ Կարծում ես դա համար buyer չի ելնի, ոչ, շարք են կայնելու 1,850,000 վճարելու։ Ինչու՞։ Որտեղ City of La Cañada-ում մեկը ուզում է 1,850,000 տուն առնի, ընդհանրապես չկա, եւ եթե էլ կա, վիճակի չի։ Ըստ տեսակ moving condition-ը ճիշտ է 17000-ը բոլորը flat չի, աստիճանista դեք ունի, բայց I wouldn't go there։ Glendale 4 տնջասենյակ 3 լվացարան 2618 square feet ունի մեծությունն է, 7400 square feet հողամասի մեծությունն է, $1,898,000։ Արդյոք ճիշտ արժեքը դրա $725 price per square feet Glendale-ում այդ թաղամասում, I think so. So, you know what, bravo այս listing agent-ին ճիշտ է list արել, seller-ը լսացել է իրան, ճիշտ է հողը փոքր է, որտեղ դա համար այդ պատճառներից մեկն է, որտեղ հողը փոքր է։ Վերջինն է ցույց տան Glendale 3 տնջասենյակ 4 լվացարան 3075 square feet տունի մեծությունն է, 10000 square feet հողամասի մեծությունն է, շատ original է, բավականին նորություններ պետք ունի, բայց տարբեր character ունի, էսի քանդելու չի, էսի պարզապես upgrade բիգանել։ Շատ լավ արժեք է դրել ի վիճակին, $699 price per square feet, $2,150,000, but this is fantastic, եթե մեկը as is ապրի մենակ TLC անի պետք է չունես քանդելու, որտեղ character-ի հարց է։
Այդ մեր լիստինգները հայրենակիցներ նորեն շնորհակալ եմ որ նայում եք եւ հետեւում եք ուզում եմ առաջի հերթին հիշացնեմ նրանց որ հերաձայնում են pre-approval-ի համար pre-qualification-ի համար որ շատ եք շատացել թիվով եւ բրավո ձեզի որ քայլ եք վերցնում ուտե միշտ ասել եմ տուն առնելը այն ժամանակ ճիշտ է որ այդ ամիսը 3000 4000 5000 6000 payment-ը կարող ես վճարես Եթե կարող ես վճարես գործի ապահովություն ունես եւ payment-ի հնարավորություն that's the right time Ինչքան ուշացնես anything could happen Շնորհավոր Thanksgiving-ը զգուշ ելեք մի խմեք քշեք իրար հետ լավ ելեք իրար սիրեք իրար հիշեք ընտանիքի հետ ընկերների հետ որովհետեւ այս օրերը it's precious Ստեսություն եւ կհանդիպենք ձեզ մյուս անգամ Thank you.